Սիրելիներ, ուզում եք իմանալ, թե ինչպես են ավանդաբար հանգստանում միջին եւ բարձր եկամուտ ունեցող եվրոպացիները, գերմանացիները, մնացեք ինձ հետ։ Ձախ կողմում գտնվում է Քեմփինգ Պլացը, իսկ աջ կողմում Հյուսիսային ծովը եւ այսպես գնացինք։ Երևի լսեցիք միջին եւ բարձր եկամուտ ունեցող մարդկանց մասին եւ հաստատ մտածեցիք, թե էսա 5 աստղանի դորը գբահատատեղ եմ ցույց տալիս տենց ներքին Դուբայներում, բայց ոչ սիրելիներ, ցույց եմ տալիս իսկական հանգիստը առանց ձևական ցուցադրության կամ քաղաքինության։ Կպատմեմ, թե ինչու Քյասիբի հանգիստ հիշեցնող այս հանգիստը կարող է մի քանի տասնյակ հազար եվրո արժենալ եւ հետն էլ ցույց կտամ, թե մենք ինչպես ենք հանգստանում, ինչպիսի պայմաններ կան ճամբարում եւ ինչ զվարճանքներ։ Եվ այսպես բարի գալուս քեմփինգ, որտեղ տեղակայված են բնակելի կցորդներ, քարավաններ եւ տարբեր չափսերի բնակելի ավտոմեքենաներ, վոն մոբիլներ, կան նաեւ քեմփինգ տակառներ եւ մենք մտադիր ենք այստեղ մեկ շաբաթ անցկացնել։ Այս քեմփինգը գտնվում է տուրիստական Բյուզում քաղաքում, անմիջապես Հյուսիսային ծովի ափին։ Բայց սկսենք սկզբից։ Եթե ամռան առաջին անգամ ճամփորդեք Գերմանիայով եւ Նիդերլանդներով կամ էլ հենց Ֆրանսիայով, շատ արագ կնկատեք մի հետաքրքիր երևույթ։ Ավտոմայրուղիներով անվերջ շարքերով ընթանում են մեքենաներ, որոնք իրենց հետևից քաշ են տալիս բնակելի կցորդներ, քարավաններ, վոն վագեններ, իսկ կայանատեղիներում եւ ճանապարհների եզրերին կանգնած են տարբեր չափսերի բնակելի ավտոմեքենաներ, վոն մոբիլներ։ Շատ երկրների բնակիչների համար սա սկզբում զարմանալի է թվում, ինչու մարդիկ, որոնք կարող են հյուրանոցում մնալ, նախընտրում են մի քանի քառակուսի մետր տարածքում ապրել։ Պատասխանը շատ ավելի խորն է։ Արևմտյան Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, քեմփինգը վաղուց դարձել է մշակույթ, ընտանեկան ավանդույթ եւ նույնիսկ կենսակերպ։ Քեմփինգի մշակույթը հատկապես զարգացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Տնտեսական վերելքի շնորհիվ ավելի ու ավելի շատ ընտանիքներ կարողացան մեքենա գնել։ Միևնույն ժամանակ մարդիկ ցանկանում են ճամփորդել, բայց ամեն տարի թանկ հյուրանոցների վրա մեծ գումարներ ծախսելու փոխարեն նախընտրեցին ավելի ազատ եւ մատչելի տարբերակը։ Սկզբում մարդիկ հանգստանում էին վրաններում, իսկ ավելի ուշ սկսեցին ձեռք բերել փոքր բնակելի կցորդներ, քարավաններ։ Ամառային արձակուրդներն անցկացնում էին լճերի ափերին, լեռներում, հյուսիսային եւ բալտիկ ծովերի ափերին։ Տարիների ընթացքում սա դարձավ ընտանեկան ավանդույթ։ Ծնողները երեխաներին տանում էին նույն քեմփինգները, իսկ երբ այդ երեխաները մեծանում էին եւ ընտանիք կազմում, արդեն իրենց երեխաներին էին տանում նույն վայրերը։ Այս պատճառով Գերմանիայում կան քեմփինգներ, որտեղ նույն ընտանիքները վերադառնում են արդեն 20, 30 կամ նույնիսկ 40 տարի շարունակ։ Շատերի համար այդ վայրը երկրորդ տուն է դարձել։ Ու քանի որ իմ ամուսինը 4 տարեկանից մինչև 16 տարեկանը ամեն տարի եղել է հենց այս նույն քեմփինգում, ավանդության համաձայն մենք որոշել ենք վերադառնալ եւ մեր փոքր ընտանիքում նույնպես ձևավորել այս գեղեցիկ ավանդույթը եւ մեր երեխային էլ ցույց տալ քեմփինգի գեղեցիկ մշակույթը։ Քանի որ մենք դեռ վոն մոբիլ չունենք, մենք վարձել ենք քեմփինգ ֆազ, այսինքն տակառիկ եւ հիմա ցույց կտամ, թե ինչպիսի տեսք ունի այն։ Տեսեք ինչ հետաքրքիր է այն կահավորված։ Իդեպ, այս մահճակալը շատ հարմար է։ Մենք երեկոյան միասին գիրք ենք կարդում եւ պատրաստվում ենք քնի։ Իսկ վերադառնալով պայմաններին, տակառիկի բնակիչներին են պատկանում նաև այս զուգարան բաղնիքը։ Տեսեք, ամեն ինչ շատ մաքուր է եւ օրը մեկ անգամ մաքրվում է։ Բացի այդ ճամբարում կան նաև հարմարավետ այլ զուգարաններ եւ լողախցիկներ, կան նաև խաղահրապարակներ, հանրային ընդհանուր օգտագործման վայրեր, կաֆեներ եւ այլ հանգստի վայրեր։ Իդեպ Բյուզում քաղաքի մասին եւ Հյուսիսային ծովի ափի հանգստի վերաբերյալ վիդեոները կլինեն եկող շաբաթ։ Այս վիդեոյում ուզում եմ կենտրոնանալ հենց քեմփինգի երևույթի վրա։ Իսկ եթե դուք արդեն հասել եք մինչև այս պահը, ապա շատ ուրախ կլինեմ ձեր լայքի համար։ Վերադառնանք, հա։ Շատերը կարծում են, որ քեմփինգը միայն գումար խնայելու համար է, բայց իրականությունն այսօր լրիվ այլ է, հատկապես Գերմանիայում եւ արևմտյան երկրներում
Քեմփինգը հաճախ բավականին թարք հոբբի է, որը հիմնականում հասանելի է միջին եւ բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Առաջին մեծ ծախսը հենց բնակելի մեքենան կամ քարավանն է։ Նոր քարավանի արժեքը սովորաբար սկսվում է մոտ 20,000 եվրոից եւ կարող է հասնել 50-ից 60,000 եվրոյի։ Եթե խոսքը բնակելի ավտոմեքենաների մասին է, ապա գները շատ ավելի բարձր են։ Լավ նոր մոբելները հաճախ արդեն արժեն 70-ից 120,000 եվրո, իսկ շքեղ տարբերակները կարող են գերազանցել նույնիսկ 200,000 եվրոն, սակայն սա միայն սկիզբն է։ Քարավան կամ քեմփեր ունենալը նշանակում է նաև ամեն տարի վճարել ապահովագրություն, տեխնիկական զննում, սպասարկում, անվադողերի փոխարինում, վերանորոգում, ճանապարհային հարկ, ինչպես նաև վառելիքի մեծ ծախսեր։ Եթե սեփական բակում պահելու տեղ չունեք, ապա շատերը տարեկան մի քանի 100-ից մինչև հազարավոր եվրո են վճարում հատուկ կայանատեղի վարձելու համար։ Շատերը կարծում են, թե քեմփինգում գիշերելը պարզապես անվճար է։ Իրականում լավ քեմփինգներում մեկ գիշերվա համար վճարում ես միջինը 40-ից 80 եվրո, իսկ եթե տարածքը գտնվում է ծովի ափին կամ ունի լողավազան, սաունա եւ այլ ծառայություններ, գինը կարող է հասնել 100-ից 150 եվրո մեկ գիշերվա համար։ Բացի այդ առանձին վճարում եք էլեկտրաէներգիան, երբեմն ջուրը, զբոսաշրջանային հարկը, ինտերնետը, շների համար վճարը եւ այլ ծառայություններ։ Եթե ընտանիքը 2 շաբաթ հանգստանում է, միայն քեմփինգի տեղի արժեքը կարող է կազմել 700-ից 1500 եվրո։ Իսկ եթե դրան ավելացնենք վառելիքը, սնունդը եւ ճանապարհային ծախսերը, ընդհանուր գումարը հեշտությամբ կարող է հասնել 2000-ից մինչև 3000 եվրո։ Օրինակ, այս քեմփինգում մարդիկ տարին 12 ամիս վարձակալում են այս կայանատեղիները եւ իրենց քարավանները այստեղ երկարատև թողնում են։ Գալիս են ամռան ամիսներին, տարեկան տեղի վարձակալությունը սկսվում է 1500 եվրո մշտական հաճախորդների համար։ Այս դեպքում սա համարվում է պարզապես նվեր։ Բնական հարց է առաջանում, ինչու են մարդիկ ընտրում այս թանկ տարբերակը։ Փորձառու քեմփերներից գրեթե բոլորը նշում են նույն պատճառները։ Առաջին պատճառը ազատության զգացողությունն է։ Քեզ ոչ ոք չի ասում, թե երբ պետք է նախաճաշես, երբ պետք է դուրս գաս սենյակից կամ երբ է փակվում ռեստորանը։ Եթե ցանկանում ես առավոտյան ժամը 6-ին նստել ծովի ափին մի բաժակ սուրճով եւ դիտել արևածագը, կարող ես հանգիստ դա անել։ Եթե ցանկանում ես մինչև կեսգիշեր նստել քարավանի դիմաց եւ խորոված սարքել, նույնպես ոչ ոք չի խանգարի քեզ։ Երկրորդ կարևոր պատճառը բնության հետ անմիջական կապն է։ Հյուրանոցի պատուհանից մեքենաների կայանատեղի տեսնելու փոխարեն մարդիկ առավոտյան բացում են իրենց քարավանի դուռը եւ տեսնում անտառը, լիճը կամ անմիջապես ծովը։ Շատերի համար հենց այդ զգացողությունն է իրական հանգիստը։ Երրորդ կարևոր առանձնահատկությունը մարդկանց միջև ստեղծվող համայնքն է։ Քեմփինգներում երեխաները շատ արագ ընկերվանում են միմյանց հետ, մեծահասակները նույնպես հեշտությամբ շփվում են, օգնում են իրար, օրինակ վրան կամ նախամուտք տեղադրելիս, գործիքներ են փոխանակում, միասին խորոված են սարքում եւ հաճախ տարիների ընթացքում դառնում են լավ ընկերներ։ Իդեպ առաջին հենց օրվանից ամբողջ քեմփինգը արդեն գիտեր իմ աղջկան, նրա ակտիվության եւ անմիջականության պատճառով կարծում եմ, որ իմ գանձը արժանի է գոնե մի լայքի։ Հենց այս ջերմ եւ ընկերական մթնոլորտն է, որ քեմփինգը դարձնում է ոչ միայն հանգստի վայր, այլ նաև յուրահատուկ ապրելակերպ։ Իսկ եթե ո՞ն մոբիլով ես ու չես ուզում քեմփինգում երկար մնալ, ապա կարող ես ամեն օր փոխել քաղաքը, արթնանալ լճի, ծովի կամ լեռների կողքին, պատրաստ է սեփական սնունդը, նստել բնության մեջ եւ կախված չլինել հյուրանոցի կանոններից։ Շատ գերմանացիների համար քարավանը նաեւ երկարաժամկետ ներդրում է։ Նրանք այն օգտագործում են ոչ միայն ամռանը, այլ նաեւ գարնանը, աշնանը, երբեմն նույնիսկ ձմռանը։ Տարիների ընթացքում այն դառնում է ընտանիքի համար երկրորդ տունը։ Հենց այդ պատճառով էլ Գերմանիայում հաճախ ասում են, որ քեմփինգը վաղուց արդեն էժան հանգիստ չէ, այն դարձել է կենսակերպ, որի համար մարդիկ պատրաստ են մեծ գումարներ ներդնել, փոխարենը ստանալով անկախություն, բնության հետ կապ եւ յուրահատուկ հանգիստ, որը հյուրանոցը չի կարող առաջարկել։ Դուք էլ կոմենտներում գրեք կուզենաք նման քեմփինգում հանգստանալ եւ ինչ կարծիքի եք այս հանգստի մասին։